Ողջույն, Ֆրոնտ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Համահայկական ճակատ կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Արդարադատության փոխգնդապետ Արթուր Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, անհետ կորածի հարազատի են կալանավորել 1 ամսով, փաստորեն նրանք մեղավոր են նրա համար, որ պայքարում են որպեսզի իմանան, թե որտեղ են իրենց որդիները եւ հարազատները։ Անհետ կորածների վերաբերյալ մեր շարժումը Համահայկական ճակատ կուսակցությունը եւ մեր առաջնորդը գեներալ-մայոր Արոն Կարապետյանը բազմիցս խոսացվել է այդ մասին ու հիմա մենք ինչ ենք տենում, մեր ղեկավարությունը ինչ է անում, այդ ժողովուրդը գնացել էր այնտեղ, որոնք ոչ քուն ունեն, ոչ դադար ունեն, ոչ կարող են շփվել ուրիշ մարդկանց հետ, իրանց դարդով, ցավով տառապող մարդիկ են։ Իրանք ինչ-որ մի բան են ուզում ստանան պետությունից, որը շատ մեծ բան չի պետության համար, ղեկավարների համար։ Գոնե հետները, որ զրուցեն, ինչ-որ մի բան բացատրեն, ինչ-որ մի հատ հույս տան, հետագայի համար գոնե, ոչ թե անտեսեն, ոնց որ իրանք անտեսած են։ Իրանք եկել են, ինչ էր իրանց պահանջը, եկել էին պաշտպանության նախարարություն, իրանց պահանջը նա է, իրանք ուզում էին հանդիպեն բարձր աստիճան սպաների հետ, նախարարի հետ, եւ մնացածը ով որ էլ գար իրանց բարձրաստիճան սպաներից։ Իրանք էլի կհանդիպեին, բան կանեն։ Իրանց այնքան պահեցին, այնքան բան արեցին, այնքան բժտեցին, այնքան չթողեցին, այնքան ասեցին սա սենց օբյեկտ է, վերաբանը պաշտպանված օբյեկտ է, դուք իրավունք չունեք ստեղ գալ եւ մնացածը։ Այդ մարդիկ հասկանալ է, սկսեցին բորբոքվել։ Հետո վերում եք արդեն ոստիկանությանը։ Ոստիկանությանը ես լավ եմ հասկանում, իրանց հրահանգը տալիս են, իրանք էլ էս վերջի տարիների ընթացքում մենք տենում ենք ոստիկանությունը ոնց է գործում։ Այն որ առաջվա ոստիկաններն էլ երևի չեն մնացել, որոնք ինչ-որ խիղճ ունեն, ինչ-որ բան ունեն։ Միայն խոմ հրահանգով չի, հրահանգի ժամանակ է կարելի է մարդուն անես չքաշել, ոնց որ դու էլ ես մարդ, դու էլ կարաս ամեն ինչը ուրիշ ձև անես։ Լավ, դա դնենք մի կողմ։ Բայց վերջը մենք ստացանք նա, ինչը ստացանք։ Իրանք ուզում էին, որ 30 հոգով իրանց ընդունեն, չէ, հետո 3 հոգի։ Վերջը, եւ մենք ստացանք նա, որ մի հոգու էլի կալանավորեցին։ Հա, ինքը ծնող չի, ինքը հարազատ է, դա ոչ մի կապ չունի։ Ինքն էլ եկել էր պայքարելու։ Բայց այդ մարդուն կալանավորեցին։ Կարող է այդ մարդը ինչ-որ մի քիչ իրան ոչ adekvat է, բայց պետք է հասկանալ այդ մարդուն, որովհետեւ այդ մարդը այդ վիճակի մեջ է, այդ սաղ ժողովուրդն է այդ վիճակի մեջ այնտեղ։ Ընդ պետք է հանգստացնել ուրիշ ձև այդ մարդկանց հետ խոսալ, ոչ թե այդ ամբիցիաների վրա այդ մարդուն վերցնել, հետո տանել, հետո կալանավորել եւ մնացածը։ Մենք տենում ենք, որ ղեկավարությունը ընդհանրապես այդ դրա աշկերը փակել է, վարչապետը ընդհանրապես այդ դրանով չի զբաղվում։ Մենք տենում ենք, որ գնում է բարձր ամբիոններ, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, ինչ է խոսում ընդեղից։ Այդ մարդկանց մոռացել են ընդհանրապես, չեն խոսում։ Երբ որ Իսրայելի վարչապետը գնաց ՄԱԿ-ի ամբիոնից, առաջի հերթին սկսեց խոսալ նրա մասին, գերիների մասին եւ ոնց պիտի հետ վերադարձնել, ոնց պիտի հատ անուններով էր ասում։ Մեր ղեկավարությունը ընդհանրապես այդ դրա աշկերը փակել է, ոնց որ այտենց է պիտի լինի։ Պետությունը չի, որ մեջ կնա ժողովրդի, որը պիտի ամեն ձևով պայքարի իր ժողովրդի համար, իր պետության համար։ Ու այդ հարցը այն հարցն է, որ եթե բարձր ամբիոններից դու չես խոսում, իրանց ընդհանրապես պետք չի։ Իրանք չլսեցին, պետք չի, բայց որ լսեն, ինչ որ բաներ կգրանեն իրանց մոտ, կզբաղվեն, որտեղ իրանք էլ են այդ դրանով փող ստանում։ Գումար են ստանում իրանց աշխատանքի համար, ու իրանք պետք է ցույց տան, որ աշխատում են Եվրոմիությունը, այդ բարձր ամբիոնները եւ մնացածը։ Բայց եթե մեր ղեկավարությունը, մեր ղեկավարները
դա չեն ասում, միանշանակ իրանք էլ աշկերտները փակում են ու գնում են շատ լավ մեր հարևանների հետ ճակերտների մեջ ասած, որոնք ագրեսոր են, հիմա նստած մեր պետության մեջ են եկել են ջերմուկի մոտ չեն գնում, իրանց հետ ուրիշ հարաբերություններ ունեն եւ ուրիշ հարաբերություններ են պահպանում։ Պարոն Ավետիսյան, նաև սա միակ դեպքը չէ, որտեղ թիրախավորվում են անհետ կորածի ծնողներն ու հարազատները։ Կան նաև զոհված զինծառայողների ձերբակալված հայրեր, օրինակ պարոն Գալեյանը, Արա Ռոստոմյանը, սա ընդհանուր քաղաքականություն է դիտարկում դուք իշխանությունների կողմից։ Ոչ թե քաղաքականություն է դա քաղաքականություն է կարելի ասել։ Դա այնա, որ ընդհանրապես ոնց որ մինչև այդ ես ասեցի, հասարակ բան հարգանք չկա։ Իրանք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանան, որ այդ մարդկանց հետ պետք է ուրիշ ձև խոսել։ Իրանք բորբոքված են, իրանք ամեն ինչ կարան ասեն։ Իրանք երեխաները չկան։ Իրանք երեխաները մահացել են, իրանք երեխեքը անհայտ կորած են։ Այդ մարդիկ վրդովված են, հələ մեկին տենամ ուրիշներին, թեկուզ իրանցից, որ իր մոտ այդ վիշտերնի։ Ուրիշ երկրներում այդ մարդկանց համար բերում են մի հատ եկա, տանում են մի եկա դաշտ, որտեղ բանը պսիխոլոգներ են աշխատում, հետները մարդիկ են աշխատում, որոնք կամ ընկել են այդ բանի մեջ, իրար մեջ սեղաններ են կլոր պատրաստում, խոսում են իրար հետ։ Ստեղ հակառակն է ստացվում։ Ստե հակառակն է ստացվում, ոչ, եթե այդ մարդը գոռում է, ճվում է իր ինչ-որ ամբիցիաներով բաներ է անում, որը անթույլատրելի է իրանց բանով, պետք է փակել այդ մարդուն, պետք է տանել ձերբակալել, պետք է դատական պրոցես սկսել այդ մարդու վախացնելով մնացածին, որտեղ մնացածն էլ արդեն այդ մարդիկ կան, որ վախենում են, իսկականից, որտեղ ուրիշ երեխա էլ ունեն, ուրիշ հարազատ էլ ունեն Էլի ինչ-որ զանգված վախեցնես, էլի բան է։ Հնչում են քննադատություններ, որ այս իշխանությունները քրեական գործերը օգտագործում են որպես քաղաքական մահակ եւ իրավապահ մարմինները պատրաստ են ցանկացած գործ կարել Փաշինյանի հրահանգով։ Այս առումով ինչ կարող եք ասել, դուք էլ ժամանակին իրավապահ համակարգում եք աշխատել։ Ինչպիսին էր նախկինում իրավապահ համակարգը եւ այսօր ինչպիսին է։ Տարբերությունը շատ մեծ է։ Առաջ ոչ մեկ չի ասում, որ ինչ-որ պրոբլեմներ չի եղել, կոռուպցիա չի եղել, ամեն ինչ էլ եղել է։ Միանշանակ ամեն ինչ էլ կար։ Հիմա ինչ է կատարվում։ Դա խոսալու թեմա չի ընդհանրապես, որտեվ մենք տենում ենք համակարգը աշխատում է մի հատ օղակի համար, որին պետք է ինքը պաշտպանի սաղից, բոլորից, հայ ժողովրդից։ Մենք տենում ենք սպանությունները ինչքան են շատացել։ Բացի ընդհանրապես հանցագործությունները ինչքան են, քանի տոկոսով են բարձրացել, դա ինչ է ասում, դա ասում է, որ համակարգը չի աշխատում այն ձևով, ինչ ձևով պետք է աշխատի։ Իրանց զուտ պարտականությունները չեն կատարում մարդիկ, որովհետև ես ասեմ առաջի հերթին ժամանակ չունեն։ Այնքան ձերբակալածներ կան, որոնք անցնում են գործերով քաղաքական ու ամեն օր շատանում են այդ մարդիկ, որ խոսալու թեմա չկա, որ այդ մարդիկ կարան իրանց գործը պատշաճ կատարեն։ Ես էլ եմ ասում, ոչ մեկ չի ասում առաջ շատ լավ է եղել, ոչ, բայց մարդիկ նույն ոստիկանները հատուկ ջոկատը կատարում էր իր աշխատանքը հետախուզություն, իր աշխատանքներ կատարում, 6-րդ վարչությունը, ոնց որ մենք գիտենք այն ժամանակ, իր աշխատանքներ կատարում, սպանություններ, բացահայտումներ, ամեն ինչ էլ լնում էր, գողությունները ավելի շատ, ավելի քիչ էին, իսկ հիմա տարիների ընթացքում, այս վերջի 18 թվից են, հա բարձանում և բարձանում, դա խոսում է միակ բանի համար, որը մենք սաղը ստենում ենք, դա իրավապահ մարմինները աշխատում են ոչ պատշաճ, ոչ օրենքով, ոչ այն կանոններով, որոնք իրանք պետք է աշխատեն իրանց բաներով գրած։ Իրանք աշխատում են զուտ, այս կառավարության համար, ՔՊ-ի համար,
եւ իրանց ուզած գործն են անում, կատարում են ամեն տեղ, այնանա հասնում, որ արդեն այդ մուրջ ասած վարչապետի արդեն են հասարակ մարդկանց է խփում։ Ես շատ եմ զրուցել դաժե հասարակ զինծառայողների հետ, ոստիկանների հետ, սերժանտների, բանը, աֆիցերների, ոչ մեկ չեն ասում, որ սա լավ է, ուզած չուտա, էսա հիմա, մենք չգիտենք վաղը մյուսը, մենք ընտանիք ենք պահում, դե այտենց չի լինի, մենակ ընտանիք ենք պահում, մենք էլ ենք ընտանիք պահում, բայց հայրենասիրությունը լրիվ կորելա այդ մարդկանցից հանել են, իրանց էլ են վախացրել, իրանք մի հատ քայլ էս կողմ են կողմ, իրանց ընենց են վախացրել, որ իրանք կմնան առանց ոչ մի բանի, կմնան առանց թոշակի, իրանց դուրս կշպրտեն, իրանք գործ չեն ունենա եւ մնացածը։ Իրանք չեն հասկանում, որ վաղը մյուս օր իրանց ուրիշներն են դուրս գցելու, նույն ադրբեջանցիները, որ կարող է գան մտնեն ստե եւ իրանց սաղ վերացնեն գցեն կողմ։ Իրանք պետք չեն գալու։ Դա Այսինքն այսօրվա իշխանությունները փորձում են մարդկանց վախացնել գրպանին կպնելով։ Միայն գրպանին չէ։ Այս սպանություններն դուք տենում եք ինչա կատարում։ Մարդիկ վախենում են, մարդիկ վախեցած մթնոլորտում են ապրում։ Գրպանին, որ խփում ես մարդու, շատ ծանրատանում մարդ է, բայց կողքից է, որ այդ սպանությունները կան, մարդիկ վախեցած են։ Մարդիկ դուք հլնայեք ամեն օր, մենք մի հատ բան լսում ենք, միտեղ կրակոց, միտեղ պամփուշտ, միտեղ վիրավոր, միտեղ մահացած։ Ու գիտեք ինչա, ավելի քիչ ենք լսում ինչ-որ գողություն կամ բան, այդ ագրեսիան ենք տենում, այդ սպանությունները, այդ բաները ամեն ինչը տենում ենք մենք, մարդիկ վախեցած են։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Համահայկական ճակատ կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար, արդարադատության փոխգնդապետ Արթուր Ավետիսյանը։ Կհանդիպենք։